Գրեթե ամեն շաբաթ ծառահատումների դեպքեր են համացանցում տարածվում։ Մայրաքաղաքում եւ մարզերում օրը ցերեկով մեծ քանակի ծառեր են ոչնչացվում եւ հասարակության կողմից որևէ լուրջ դժգոհություն չենք տեսնում։ Տոտալ անտարբերություն է։ Կարծում եմ ծառահատումներն արվում են ծրագրված։ Ավելին, սա դրսի հրահանգ է։ Ինչպես դրսի հրահանգ է իրական եւ պատմական Հայաստանների դավաճանական թեման։ Խրախուսվում է ցանկացած հակապետական եւ ապազգային գործ, խայտառակ ընտրություններ, կոռուպցիա։ Այսպես շարունակվելու դեպքում մեզ ցրիվ են տալու առանց զենքի եւ զորքի։ Ծառահատման նկատմամբ հասարակագիտության անտարբերությունը մի շատ կարևոր թեստ է։ Բնություն չսիրող եւ չպահպանող հասարակությունը պետություն ունենալ չի կարող։ Սա խորքային հոգեբանական խնդիր է, իմունիտետի բացակայության նշան։ Այս չոր եւ ցամաք, անծով եւ անգետ, քար ու քարապ երկրում յուրաքանչյուր ծառի պետք է վերաբերվել սրբության պես։ Մի կտրեք ծառերը, այս շանվորթիկ, դուք Թուրքից եւ Ազերուց, մեր բոլոր տեսակ թշնամիներից 1000 անգամ ավելի վատն եք։ Ոչնչացված ամեն ծառի դիմաց ձեր սերունդները վճարելու են, թանկ են վճարելու։ Ափսոսացեք ձեր երեխաներին, բնությունը ոչինչ չի մոռանում։ Գրել է Արա Արայանը Facebook-յան իր էջում։ Ուրեմն իշխանությունը մի մարդու ձեռը չեն տալիս։ Ես հիմա ժողովրդական լեզվով կասեմ, դասական քաղաքագիտության մի քանի սկզբում։ Մի մարդու ձեռը չեն տալի։ Իշխանությունը բաժանում են թևերի, գործադիր ազգային ժողով։ Կներեք, օրենսդիր ազգային ժողով, գործադիր մեր դեպքում վարչապետ կառավարություն եւ դատական համակարգ։ Այս 3 թևերի, սա հորիզոնական բաժանումն է։ Իշխանությունը նաեւ ուղղահայաց բաժանում ունի։ Հանրապետական մասշտաբի կառավարում եւ տեղական ինքնակառավարում։ Ինչպես գործադիրը, օրենսդիրը, դատականը իրարից անկախ են մի սահմանադրության տակ, նրանցից ոչ մեկը ոչ մեկի շեֆը չի, ոչ մեկը, այնպես էլ տեղական ինքնակառավարումը վերևի ենթական չի։ Նրանք ինքնագլուխ առանձին մարմին է, նրանցից վերև մի բան կա, սահմանադրություն։ Ուշադիր, իշխանության թևերը բաժանվում են հորիզոնական եւ ուղղահայաց։ Մեզ մոտ առնվազն 2 շերտ կա, դա հանրապետական մասշտաբ եւ տեղական ինքնակառավարում։ Սա կարեւոր է հասկանալ։ Հետո որ հանրապետական մասշտաբից ստեղ միջամտելը դա նույնն է, որ օրենսդիրից կամ միջամտեն դատականին կամ չգիտեմ գործադիրից օրենսդիրին։ Սա նման բաներ է, այսա մենք հələ որ չգիտենք, չենք պատկերացնում։ Ավելին ասեմ, հիմնադիր զավակները հիմա նոր սահմանադրության նախագծով են զբաղվում, իհարկե ծանր մեծ ու երկար աշխատանք է, բայց համենայնդեպս հիմնադիր զավակների նախաձեռնությունը հիմա դրանով է։ Ոստեղ մենք մտածում ենք այն մասին, որ տեղական ինքնակառավարումը արդյոք թույլ տան կուսակցական պայքարի դաշտ դառնալու։ Թե մարդիկ այդպես անհատապես մասնակցեն, որտեղ դա գյումրեցիների ՔՊ-ի ներկայացուցիչ նույնիսկ կուսակցական տոմսը դնում է մի կողմ, գալիս է որպես, օրինակ Սարիկ, որպես Սարիկ մասնակցում է։ ՔՊ-ն այդտեղ չկա, չի գալի, չի խոսում, ընդ ՔՊ-ականները, չգիտեմ, նրանք առանձին տեղական ինքնակառավարումը դա տեղի ժողովրդի ավտոնոմ հարցն է։ Առանձին հարցն է։ Հիմա երբ որ Գյումրու մեջ մենք ուզում ենք ասենք, դա ինչքանով է կարևոր։ Կարևոր է այնքանով, որ այսքան բանը մենք կհասկանանք, որ սա տեղական ինքնակառավարման առանձին բան է։ Օրինակ, գիտեք, բանը տեղական ինքնակառավարման պետական մարմին է հանդիսանում, թե ոչ։ Հեռուստադիտողներին այդ հարցը տամ։ Տեղական քաղաքապետարանը, գյուղապետարանը, դա պետական մարմիններ են հանդիսանում, թե ոչ։ Իհարկե ոչ, դրանք պետական մարմիններ չեն, դրանք տեղական ինքնակառավարման հանրային իշխանություն են, դրանք պետական իշխանություն չեն, դրանք հանրային իշխանություն են։ Իսկ մենք մինչև հիմա մեզ թվում է, դրանք պետական մարմիններ են, պետությունը, դա պետություն չի, դա հանրություն է, դա տեղական առանձին, լրիվ առանձին ինստիտուտ է։ Եթե այս մոտեցմամբ մոտենանք հարգելի գյումրեցիներ, ես մի բան ընդամենը կհորդորեմ, մասնակցեք ընտրություններին, ընտրեք չարյաս փոքրագույնը, բայց ձեր քվեն դրսևորեք, դա ձեր իշխանությունն է,
դրսևորեք ձեր քվեն, թող դա սխալ լինի, թող 10 օր հետո ձեր ընտրած անձը ինչ-որ գալատ անի, դա ձեր ընձած սխալ ընտրությունը չի, դա գոյություն ունող սխալ իրավական համակարգն է, որ ցանկացած մի գալատ անողի պատասխանատվության չի ենթարկվում, դա գոյություն ունեցող ընտրորի արդարադատությունն է, դա գոյություն ունեցող դատական համակարգի թերություններն են, դուք սխալ չեք կարող ընտրեք, դուք գնացեք ու մեկին չարյաց փոքրագույն ընտրեք, մասնակցեք, սա լուրջ պրոցես է, վարչապետը Գյումրու քաղաքապետի շեֆը չի, Երևանում կառավարությունը Գյումրու քաղաքապետարանի հետ նույն սահմանադրության տակ կանգնած նույն ինքնավարությունը ունեցող մեկը մյուսի վրա ունի փոխադարձ զսպման եւ վերահսկման մեխանիզմ, ազդեցության մեխանիզմ, բայց չունի ուղակի շեֆություն, ուղակի նրա ղեկավարը չի։ Դուք մանդատ եք ստանալու հենց ձեր ընտրողից եւ գնացեք ձեր քվեով այդ մանդատը տվեք մեկին որպես զորավարժություն։ Համարեք սա որպես զորավարժություն։ Ամբողջ Հայաստանի համար օրինակ ցույց տվեք տեղական ինքնակառավարման մարմինը ոնց են ընտրում, լավ թե վատ, որպես զորավարժություն վաղ ելնելու են էլի ընտրություններ։ Ավելին ձերնից գողացել են մի ընտրություն ամբողջ հանրապետության մասշտաբով, որտեղ տեսեք քաղաքապետի տեխնացուները ներկայացնում, բայց ավականիների ընտրությունն է, չէ՞։ Բան չի ավականիների ընտրությունը առանձին չի, քաղաքապետի ընտրությունը առանձին, որ քիչ մասնակցեն ընտրության, որ ժողովուրդը ստվի առաջ, երբ որ կանայք չեն ունեցել ընտրելու իրավունք, դա գիտես ինչ մի պատմություն ա եղել, ինչ մի ձեռքբերում ա եղել, կանանց տվել են ընտրելու իրավունք, էդ էլ ոչ թե խտրականություն ա եղել, այլ զենքով են ընտրելու իրավունք տվել են նրանց, ովքեր կյանքը դնում են պետության համար, էս է հարցը եղել։ Դրանից առաջ սեփականություն ունեցողն է ընտրություն իրավունք։ Դրանից առաջ, չգիտեմ, ստրուկները չեն ունեցել ընտրության իրավունք։ Ժողովուրդ ընտրության իրավունքը քվեարկելու իրավունքը, դա լուրջ իշխանություն է, լուրջ արտոնություն է։ Մենք ուղղակի որպես բոշա ժողովուրդ, կներեք, որ սենց եմ ասում, ոնց որ անվտանգության գոտիները, որը ի սկզբանե դա գյուտ է եղել, ասենք այն մեքենան, որ ունի անվտանգության գոտի, այնի ավելի հարգի է եղել, քան այն մեքենան, որ չունի անվտանգության գոտի, բայց մենք որպես բոշա ժողովուրդ այդ արտոնությունը, անվտանգության այդ առավելությունը, էլիս են շպրտում ենք, միայն չենք օգտագործում, չէ՞ կամ երբեմն չենք օգտագործում, բայց դա ինձ կյանք է, առողջություն, այլ քծի էլի, հիմա այդ քվեն քեզ տվել են, դա իշխանություն է, քեզ մարդու տեղ են դրել, այ մարդ, դու քեզ մարդու տեղ դիր, գնա այդ քո քվեն օգտագործի, մեկի օգտին, չարյաց փոքրագույնին ընտրի, կապ չունի ում ես համակրում, ում չես համակրում, չարյաց փոքրագույնին ընտրի, ու ցույց տուր, որ տեղական ինքնակառավարումը, որ Գյումրին ունի տեղական ինքնակառավարում, ունի որոշակի ավտոնոմիա երկրում, որտեղ իր համար ինքն է որոշում, ոչ թե իջևանցին կամ վեդեցին։ Էսի շատ կարևոր է հասկանալ։ Տեղական ինքնակառավարումը պետական մարմին չի։ Սահմանադրության մեջ գրած է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինը։ Դա ձեր քաղաքի, ձեր համայնքի կազմակերպչական մարմինն է։ Ձեր համայնական իշխանությունն է, համայնքի իշխանությունն է։ Գնացեք տեղեք այդ իշխանությանը, թեկուզ դա լինի ոչ լավ տեխնացուներով, բայց գնացեք տեղեք այդ իշխանությանը ու ամբողջ Հայաստանին օրինակ ցույց տվեք։ Ես մեծ ոգևորությամբ սպասում եմ սրան։ Իսկ թե մնացածը ում կընտրեն, ոնց կընտրեն, ինչ կընտրեն, դա իմ գործը չի, ես վեդեցի եմ այդտեղ։ Հանրապետական հարցերում մենք բոլորս հայ ենք, Հայաստանից դուրս բոլորս հայ ենք, տեղական ինքնակառավարման հարցերում մենք վեդեցի ենք, երևանցի ենք, գյումրեցի ենք, չգիտեմ, այսպես։ Ջաքփաթ հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Ջաքփաթ Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ։
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։